Արի քեզ ապացուցեմ, որ եթե դու մտածում ես, որ բոլոր մարզման ծրագրերը հավասար են, ապա սխալվում ես։ Այսօր ես քեզ ցույց կտամ ամենահայտնի մարզման ծրագրերը։ Ամենավերջին ծրագիրը, որի մասին խոսելու եմ, իմ կարծիքով ամենալավն է։ Այսօր կանցնենք բոլոր հիմնական մարզման սպլիտների միջով, պրո սպլիտից մինչև ամենադժվարները։ Կխոսենք յուրաքանչյուրի առավելություններից եւ թե ում որ ծրագիրն է հարմար։ Նախքան տեսանյութը սկսելը շատ կարեւոր մի բան, որը պետք է իմանալ։ Մկանները կառուցվում են վերականգնման ժամանակ, իսկ մարզումից հետո մկանների վերականգնման միջին տևողությունը կազմում է 48 ժամ, այսինքն 2 օր։ Սրանից հետևություն, որ մարզել նույն մկանը շաբաթական մեկ անգամ այդքան էլ օպտիմալ չէ։ Այս բոլոր ծրագրերը կատարում են տարբեր խնդիրներ եւ հարմարեցված են մարզվածության տարբեր մակարդակ ունեցող մարդկանց կարիքներին։ Գնացինք. Pro Split, երկուշաբթի կրծքամկան, երեքշաբթի մեջք, չորեքշաբթի ուսեր, հինգշաբթի ձեռքեր, ուրբաթ ոտքեր, ամեն օր մեկ մկան։ Ինչպես նշվեց, շաբաթական ընդամենը մեկ անգամ նույն մկանախմբի մարզումն այնքան էլ արդյունավետ չէ։ Այդ պատճառով այս ծրագիրը լավագույնս համապատասխանում է նրանց, ովքեր ձգտում են հասնել առավելագույն մկանային փամփի եւ հաճույք ստանալ մարզման ընթացքից։ PPL Push Pull Leg հրում, ձգում եւ ոտքեր։ Հրում կրծքամկան, ուսեր եւ տրիցեպս, ձգում մեջք, բիցեպս եւ հետին դելտա մկան, ոտքերը առանձին։ Եթե այս ծրագրով մարզվենք շաբաթական 3 անգամ, ապա յուրաքանչյուր մկանային խումբ կծանրաբեռնվի շաբաթական միայն 1 անգամ։ Իսկ շաբաթական 6 անգամ մարզվելու դեպքում օրգանիզմը չի հասցնի լիարժեք վերականգնվել։ Այդ պատճառով առավել արդյունավետ է կիրառել շաբաթական 3-օրյա հաճախականությունը հետևյալ ժամանակացույցով. երկուշաբթի հրող մկանային խմբեր, չորեքշաբթի ձգող մկանային խմբեր, ուրբաթ ոտքեր։ Եթե մարզասրահ հաճախելու համար շաբաթական ընդամենը 3 օր ունեք, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար։ Վերև եւ ներքև, 2 օր վերև, 2 օր ներքև, շաբաթական 4 մարզում, 3 օր հանգիստ, երկուշաբթի վերև, երեքշաբթի ներքև, հինգշաբթի վերև, ուրբաթ ներքև։ Սկզբում կատարում ենք բազային վարժություններ, ազատ քաշերով, ապա անցնում մեկուսացնող շարժումներին, նպատակ ունենալով մկանը հասցնել բացարձակ սպառման, երբ այն այլևս ի վիճակի չէ հաղթահարել ծանրությունը։ Ում համար է այս ծրագիրը։ Այս ծրագիրը հարմար է այն մարդկանց համար, ովքեր 4 օր կարող են տրամադրել մարզումներին, ունենալ արդյունք եւ դրա հետ մեկտեղ հասցնել եւ աշխատել եւ ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Այս մեթոդը նախատեսված է շաբաթական 4 օր մարզվողների համար։ Այն ապահովում է բարձր արդյունավետություն, թույլ տալով հաջողությամբ համատեղել սպորտը, աշխատանքը ու ընտանեկան կյանքը։ Full body շաբաթական 3 անգամ իրականացվող մարզումները, որոնց ընթացքում ծանրաբեռնվում են բոլոր մկանախմբերը, իդեալական են սկսնակների համար։ Շարժումների կրկնությունը շաբաթական 2-ից 3 անգամ օգնում է արագ եւ ճիշտ յուրացնել վարժությունների կատարման տեխնիկան։ Միևնույն ժամանակ այս ծրագիրը հրաշալի տարբերակ է զբաղված մարդկանց համար, ովքեր կարող են տրամադրել շաբաթական ընդամենը 3 օր, բայց ցանկանում են պահպանել իրենց սլացիկ կազմվածքը։ Arnold-ի Split շաբաթական 6-օրյա այս ծրագիրը կառուցված է անտագոնիստ, այսինքն հակադիր մկանախմբերի համատեղման սկզբունքով։ Կրծքամկան եւ մեջք, ուսեր եւ ձեռքեր, ստորին վերջույթներ, այսինքն ոտքեր։ Մեթոդի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կրծքամկանի աշխատանքի ընթացքում մեջքի մկանները пассив հանգստանում են եւ հակառակը։ Սակայն այս գրաֆիկը պահանջում է բացառիկ կարգապահություն, ընդամենը մեկ մարզում բաց թողնելը խախտում է ամբողջ ցիկլը։ Բացի այդ, առանց հաշվեկշռված սննդակարգի եւ լիարժեք քնի, օրգանիզմը պարզապես չի հասցնի վերականգնվել։ Եվ այս ծրագիրը նախատեսված է ավելի փորձառու մարզիկների համար։ Իսկ այժմ ամենակարևորի մասին, որը ցանկանում էի թողնել վերջում։ Ի վերջո, որն է լավագույն մարզումային ծրագիրը։ Լավագույնն այն չէ, որ դուք փնտրում եք համացանցում կամ տարբեր աղբյուրներում։ Լավագույն ծրագիրն այն է, որ համապատասխանում է ձեր ֆիզիկական հնարավորություններին, հարմար է ձեր կենսառիթմին, ապահովում է տեսանելի առաջընթաց եւ ամենակարևորը այնպիսին է, որ դուք պատրաստ եք հաճույքով եւ հետեւողականորեն պահպանել երկար ժամանակ։ Ընտրեք մեկ սկզբունք եւ հավատարիմ մնացեք դրան։ Մարզվեք, սնվեք առողջ, քնեք բավարար եւ ցանկալի արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա։ Իսկ եթե ցանկանում եք ունենալ հենց ձեզ համար մշակված անհատական մարզումային ծրագիր, որը ներառված չէ այս ցանկում, գրեք իմ Instagram-յան էջին։ Հղումը հասանելի է տեսանյութի նկարագրության բաժնում։